Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ սրաների ցանցը Gentleman's House Barber Shop-ը Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը Իջևանի գինու գործարանը Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը 15 հանրային դեմք եւ 15 հմուտ խաղացող դուրս կգան կատաղի մարտի բարձելու թե ով է եղանակ ստեղծում քաղաքում նրանցից ընդամենը 10-ին բախտ կվիճակվի հայտնվել եզրափակչում մրցաշարի նախընտրական փուլում հանրային դեմքերը կպայքարեն միմյանց դեմ եւ նրանցից միայն 5-ին բախտ կվիճակվի հայտնվել եզրափակչում Իսկ 15 հմուտ մասնակիցները նույն սկզբունքով կպայքարեն միմյանց դեմ, որի արդյունքում կձևավորվի լավագույն տասնյակը։ Մրցաշարը կազմված է 2 փուլից՝ նախընտրական եւ եզրափակիչ։ Մրցաշարի կանոնադրության համաձայն յուրաքանչյուր մասնակից նախընտրական փուլում կխաղա 3 խաղ եւ կհավաքի վարկանիշային միավորներ։ Վարկանիշային միավորները հաշվարկվում են հետեւյալ կերպ։ Յուրաքանչյուր հաղթանակի համար հաղթած թիմը յուրաքանչյուր մասնակից ստանում է 1 վարկանիշային միավոր։ Միայն առաջին գիշերը կրակված մասնակիցը ունի իրավունք ասելու 3 սևերին։ 3 սևերին ճիշտ գուշակելու դեպքում նա կստանա հավելյալ 0.5 միավոր։ 2 սևերին գուշակելու դեպքում նա կստանա 0.25 միավոր։ Մրցաշարում միավորներ տրվում են նաև հաղորդավարի, մրցավարի եւ իհարկե հովանավորների կողմից։ Այն մասնակիցներին, որոնք իրենց խաղով նպաստել են իրենց թիմի հաղթանակին։ Խաղը սկսված է։ Հաճելի դիտում բոլորիս։ Այսօր նույնպես սևերն ու կարմիրները դեմ առ դեմ դուրս են եկել։ Գիշերը կրակոց ու զոհ, ցերեկը հարցեր, հակասություններ ու բաց քվեարկություն։ Սահմանափակ ժամանակ, որի ընթացքում պետք է անել ճիշտ դիտարկումներ ու վերլուծություններ, որպեսզի բարձել սևերին։ Վստահությունը ամենաթանկ սխալն է, փաստերը ամենաուժեղ զենքը։ Խաղը սկսված է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Չերի մաֆակումբը եւ կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Mafia in the City հեռուստախաղը։ Ողջույն սիրելի մասնակիցներ։ Սկսենք խաղը։ Դե ինչ, խաղը համարում եմ սկսված։ Գիշեր։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Մեր գլխավոր հովանավոր Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը անակնկալ է պատրաստել Մաֆիան քաղաքում հեռուստախաղի սիրահարների համար։ Մինչև դեկտեմբերի 20-ը այցելեք mogo.am կայքը, գուշակեք հաղթողին եւ մասնակցեք խաղարկությանը եւ իհարկե տիրացեք 3 նվերներից յուրաքանչյուրին։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ողջունում եմ բոլորիդ Mafia in the City մրցաշարի շրջանակներում։ Բոլորիդ մաղթում եմ հետաքրքիր խաղ, հաճելի խաղ եւ թող հաղթի ուժեղագույնը։ Խնդրեմ համար 1 րոպե ժամանակ։ Ողջունում եմ բոլորին։ Մաղթում եմ լավ խաղ, համոզված եմ, որ հենց տենց էլ կլինի, հենց որ բարև ձեզ, լավ խաղ բոլորիս։ Վերջ, շնորհակալություն, համար 2
ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ ձեզ հետ նույն սեղանում խաղալ։ Քանի որ համար 1-ը ոչ մի ինչ-որ sense բացում չտվեց, վստահ եմ չէի կարող մյուս համարներից խոսել, բայց ինչ-որ բացում գոնե սիրուն։ Կուզենամ ընդունեք համար 1, համար 10 արդեն կորոշի, կուզենամ մյուսներին լսելուց հետո արդեն ձեր կարծիք ասեք նաև մյուսների մասին։ Համար 1-ին գույն դեռ չեմ կարող տալ, համար 1-ի խոսքը իմ համար 50-50 է, որովհետև ոչ մի բան չտեսա։ Ես կարմիր խաղացող եմ, մաղթում եմ արգումենտալ խաղ, թիմային խաղ, որովհետև հաջողության գրավականը դա թիմային խաղն է։ Կարմիրներով գտնենք իրար ու կարողանանք հաղթել։ Այսքանը փաս մաղթում եմ լավ խաղ։ Շնորհակալություն։ Ստանում եք առաջին նկատողությունը համար 2, որովհետև փաս բառից հետո էլ խոսելու իրավունք չունեք։ Համար 3 համեցեք։ Ողջույն բոլորին, ես էլ շատ ուրախ եմ նախ այս հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ տեսնել ինձ արդեն ծանոթ դեմքեր իմ ընկերներին, շատ ուրախ եմ նոր ծանոթությունների համար, համոզված եմ, որ լավ խաղ է լինելու, առայժմ այսքան ավել ասելու բան չունեմ դեռ։ Վերջ։ Վերջ։ Շնորհակալություն։ Համար 4 Ողջունում եմ բոլորին, ընդունեք համար 3, բացատրեմ ինչի, Ընդունված է։ համար 3-ը չընտրեց 1-2 ինչ-որ թիմ, չասեց ում հետ է խաղում, մենակ իր մասին խոսեց, դրա համար 3-ը ստեղ կարամ ես դիտարկեմ որպես սև խաղացող։ Նայեք, համար 1-ը չի արել ինչ-որ կարմիրական կոչեր, խաղը բացել ողջունել է այդքանը, բայց համար 1-ին օրինակ ես մտածում եմ կարելի է շանս տալ, որ ինքը կիսվի, ինչ-որ թիմ վերցնի կամ չգիտեմ, իր կարծիքը հայտնի սեղանին, դրա համար 0-ական շրջան կխաղամ համար 1, կխաղամ նաև համար 2, մտածում եմ 1-2 կարմիր են նստած։ Համար 3-ին այս պահին դիտարկում եմ սև խաղացող, շնորհակալություն, փաս։ Շնորհակալություն։ 5 Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ խաղին մասնակցելու արդեն ու ձեզ հետ սեղանի շուրջ լինելու։ Տեսեք, համար 4, ձեզնից սկսեմ, համար 3-ի տեխնացությունը դնելուց հետո ակնկալվում էր, որ դուք թիմ պետք է վերցնեիք համար 2-ին, որտեղ նաև տեքստը շարունակեցիք նրանով, որ համար 1-ի քայլը ճիշտ էր, համար 1-ի նկատմամբ համար 2-ի քայլը ճիշտ էր, հետեւաբար ձեր թիմը պետք է լիներ 2-4 առաջին շրջանի տվյալներով, բայց դուք համ շանս տվեցիք 1-ին, որ կիսվի ու խոսը հասկանաք ինչ ինֆորմացիա կտա, համ վերցրեցիք ձեր թիմ։ Ինձ այդ դուր չեկավ, ենթադրում եմ կարող ենք նաև ձեր տեխնացիոն ունենալ, ընդունեք, խնդրում եմ համար 4-ի տեխնացիությունը։ Ես ձեր խոսքի սկզբում արդեն ասում էի շատ լավ է, խաղամ 2-4 երբ որ նոր էիք սկսել խոսքը, բայց հետո ձեր դիրքորոշումը ինձ լրիվ դուր չեկավ, գուցե իսկելու ժամանակ ձեզ նույնպես հետաքրքիր կլինի լսել եւս մեկ անգամ, լավ խաղ, փաս։ Շնորհակալություն։ 6 2-4 սխի մի անգամից էլ ան մարդկան շալակը։ Իսկ արեք բացատրեք։ Ես փորձում եմ գտնել տրամաբանություն, ճիշտն ասած կարող է խաղավոճն է այսպես։ Ես 4-ի հետ պատիվ ունեցել եմ խաղալու եւ երբեք չեմ տեսել ի սկզբանե sense կացնող հելնել ու ուրա sense վիճակներ էլի։ Հետո ինձ մի քիչ լարեց։ Այս խեղճ համար 3-ը ինչա ձեզ արա։ Որ իրա ֆիլմերը չեք սիրում։ Համար 1-ին մարդը պոզիտիվ հելա 2 բառ ասեց, համար 1-ի շպտի ասի։ Չէ ինքը սևա բան, այս կոմը առայժմ չեմ լսում, շատ եմ ուզում լսել։ Կխաղամ այս պահին համար 1, համար 5, որովհետև համար 3, սենց ասեմ 50-50, բայց համար 1 ու 5-ը տրամաբանական էր։ Շնորհակալություն համար 6, համար 7 համեցեք։ Ողջունում եմ բոլորիդ։ Համար 6-ի տրամաբանությունը հավանեցի, մեկի հավանեցի, որ ինքը մտածում էր ամեն դեպքում, փորձում էր գտնել սևեր, իր մոտեցումը, դիրքը, ժեստերը, բայց պատկերացեք համար 4-ի հետ համաձայն եմ ինչի համար, որտեղ համար 3-ը 1-2 արդեն խոսելու բան ուներ, չխոսեց, պարզապես ողջունեց անցավ։ Այս տեսանկյունից, որ 5-6 միացան իրար եւ համար 4-ի դեմ են խաղում, հետաբար ես 5-ի 6-ի մեջ հակառակ գույնք կգտնեմ 4-ի հետ, չեմ ասում, որ 4-ը կարմիր է, հակառակ գույնք կգտնեմ։ 3-ը խնդրեմ ստուգեք 3-ին, 3-ի ստուգումից բավական բան պարզ կլինի մեր համար եւ 1-ի 2-ի մեջ ավելի հակված կլինեմ խաղալ համար 2-ի հետ։ Այնպես չի, որ 5-ի տրամաբանությունը, 5-ի խոսքը ինձ դուր չի եկել։ Պարզապես ձեր գույները նման են իրար 5-6 եւ դուք հակառակ գույն ունեք, կարծում եմ 4-ի հետ։ 10 վայրկյան։ 4-3 էլ տարբեր գույն կա բնականաբար։ Ես կխաղամ ամենաշատը համար 2-ի հետ, մեկն էլ կասկածել էր։ Կարելի էր ավելի լավ բացել։ Փաս։
Շնորհակալություն։ 8 Շնորհակալ եմ, ողջունում եմ, պատիվ ունեմ ձեզ հետ այս սեղանի շուրջ գտնվեմ։ Շնորհակալ եմ, որ ես էլ եմ ձեզ հետ խաղում։ Ուրեմն անդրադառնամ խաղին։ Համար 1-ի բացումը չեզոք բացում էր, համար 1-ի վրա կասկածելու տեղիք կա, բայց այնքան շատ չէ, ինչքան տեսակ դուք, միջևից նստած մարդիկ, համար 2-ը տպավորությունից որ պատրաստած էր խոսքը, բայց ինձ դուր է գալիս համար 2-ի լոգիկան, իր անալիզը, կապված համար 1-ի հետ եւ այլն, համար 2-ին ավելի կարմրական եմ տենում, համար 1-ը կուզեմ, կիսվի լսեմ ձեր կարծիքը կապված մնացած խաղացողների հետ, արդեն ավելի լայնածավալ, համար 3-ի հետ կապված ես դեմ չեմ համար 3-ի խաղին, իրանից առաջ 2 հոգի է խոսացել, Համար 3-ը ասենց մեծ տեքստ ինքը չի կարող ասի, բայց այդ չի նշանակում, որ ես պաշտպանում եմ համար 3-ին։ Էլի չեզոք եմ թողնում։ Համար 4-ի ես խաղում եմ համար 4-ի հետ, համար 4-ի այդ անալիզը ինձ ավելի ա դուր եկել ու հիմա որ շատ հասցնեմ համար 5 քեզ էլ չեզոք եմ ուզում տամ։ Այս բան ես ունեմ երևի 2 թիմ դա 4-ն ու 7-ն են։ Համար 9-ը Շնորհակալություն։ Ես էլ եմ ողջունում բոլորին։ Ընդունեք համար 8-ի տեխնացությունը, մինչև խոսացածներից ամենավատին համար 8-ն է եղել, ինչի համար։ Որովհետև երբ որ դուք 3-ին փորձում եք հնարավորինս պաշտպանել, այդ դեպքում դուք պետքա 7-ին կաման վերցնեք ու 3-ին ստուգումը, նայեք, համար 7 առաջարկումը, տեսեք, չէ, պետքա դուք դնեք 7-ի տեխնացությունը բացատրեմ ինչի համար, որովհետև երբ որ 7 առաջարկումը համար 3-ի ստուգում, դա սեղանին ոչ մի օգուտ չի տալու։ Ես մտածում եմ, որ 1-2 մի սև է խաղում, 3-ը ես մտածում եմ կարմիր խաղացող է, 4-5-ի մեջ էլ մի հատ սև պատկերացնում, ես 6-ի հետ կխաղամ, 7-ի ստուգում ինձ ավելի շատ օգուտ կտա, 8-ի հետ չեմ խաղում, բացատրեցի ինչի համար։ Այդքան փաս։ Շնորհակալություն։ Համար 10 եզրափակեք։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ, որ այս խաղի մասնակիցներից մեկը ես եմ։ Ես այս խաղը կխաղամ 5 համարի կարմիր գույնով, քանի դեռ չի հայտնվել որևէ մեկը, ով կբացվի որպես շերիֆ ու 5-ին կտա այլ գույն։ Ու քանի որ 5-ը Չելսին վատ է տեսել, Չելսին ես էլ եմ վատ տեսել, թե էմոցիոնալ եւ թե տեքստային առումով, որտեղ համար 3-ը կարծում եմ խաղային բազան գուցե չէր հերիքում, որ 1-2-ի մեջ հստակ ընտրություն կատարեր, իսկ համար 4-ը դա շատ լավ գիտեր, իսկ այդ գրողը համար 3-ի հանդեպ իմ համար մի քիչ արհեստական էր։ Ես կարծում եմ, որ համար 4-ը մի քիչ ավելի սև է, քան կարմիր, բայց վերջնական վերդիկտ չի, հա, այս դատավեճիլ չի համար 4-ի համարում հետ կուզեք կիսվել 8-ի հետ, ընդունեք 8 խնդրում եմ։ Հաստատված է 10 վայրկյան։ Խաղը կկիսվի 4-8 խաղացողների միջև, 1-ից 5 խաղացողները կքվեարկեն 8, 6-ից 10 խաղացողները կքվեարկեն 4, կլսենք, նորից կվարաշենք։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, սիրելի մասնակիցներ, քվեարկություն բառից հետո ցանկացած ժեստիկուլյացիա կամ միմիկա ստանում եք նկատողություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 1, 3, 4, 8։ 1, ովքեր են համաձայն խաղի հեռանա համար 1-ը, շնորհակալություն 0 ձայն։ 3, ովքեր են համաձայն խաղի հեռանա համար 3-ը, շնորհակալություն 0 ձայն։ 4, ովքեր են համաձայն խաղի հեռանա համար 4-ը, շնորհակալություն 5 ձայն։ 8, ովքեր են համաձայն խաղի հեռանա համար 8-ը, շնորհակալություն 5 ձայն։ Խաղը կիսվել է 4-ի եւ 8-ի միջև, համար 2 ստացակ երկրորդ նկատողությունը։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես, խաղը կիսում է 4-ի եւ 8-ի միջև։ 4 համեցեք 30 վայրկյան։ Նայեք, քանի որ ես կարմիր քարտ եմ քաշել, ես չեմ կարող նայեմ մարդկանց խաղային բազային, ես պետք է խաղամ տեքստերով, ում տեքստը դուրս գալիս է, ես իր հետ խաղամ, ում տեքստը չէ, չխաղամ։ Հիմա համար 8-ը վերցրել է sense team, խի ուզեցի համար 8-ի հետ կիսվեմ, որտեվ ինքը ասում է 3-ը լավն է, բայց ինձ վերցնում է թիմը, տենց թիմ չկա, ճիշտ է, ճիշտ է։ 5-ը անում է նկատողություն ինձ, որ ես վերցրել եմ թիմ, ինքը ասեց, որ 2-4 կխաղայի, բայց ինքը ինձ այդ նկատողությունը անում է, բայց ինքն էլ թիմ չի ասում, ում հետ է խաղում։ Դրա համար 10 իմ համար վատն է, որ 5-ի կարմիր գույնով է խաղում։ Մտածում եմ սև կարա լինի։ Ես կարծիքս չեմ փոխել։ 8, 3։ Շնորհակալություն։ 8 Համար 4-ը շատ հանգիստ է խոսում խաղացող կորցնելու հետ կապված։ Համար 4 դուք շատ հանգիստ եք խոսում, որ դուք կարող խաղացող կորցնեք։
Այս իմ համար չեզոք գոտե է 3-ի հետ կապված, ես ասում եմ 3-ը չեզոք է, բայց ինձ դուր է գալիս ինքը ոչ մի վատ սևական չի խոսացել։ Խիչ եմ թիմ վերցնում եմ համար 4 թիմ, որտեղ իմ համար ավելի դրական տեքստ արտահայտել եք դուք։ Բայց ես ուզենալու եմ լսեմ համար 3-ին, որտեղ համար 1-3 չեզոք խոսք ա եղել։ Այդ չի նշանակում, որ ես իրանց միանգամայն պիտի վերցնեմ իմ թիմ։ Փաս։ Շնորհակալություն։ Եվ այսպես ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 4 8 4 ովքեր են համաձայն խաղի սերանը համար 4-ը շնորհակալություն 5 ձայն 8 ովքեր են համաձայն խաղի սերանը համար 8-ը շնորհակալություն պարտադիր պետք է դնեք համար 3 5 ձայն եւ այսպես խաղը կիսվել է 4-ի եւ 8-ի միջև հարց է այս պահին հնչելու իմ կողմից հարցը լինելու է 2-ի հեռանալու վերաբերյալ Ովքեր համաձայն որպեսզի երկուսն էլ լքեն խաղը, շնորհակալություն 0 ձայն։ Գիշեր։ Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 6-ին։ Գիշերը ստուգման արդյունքում Դոնը գտավ շերիֆին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը, համար 4, համար 7, համար 9։ Արավոտ։ Համար 6 ձեզ են կրակել 1 րոպե մախոսը։ Բայց պետք է կրակեին, բան պետք է կրակեին։ Փաստորեն ինտուիտիվ ինձ թվում է ես ճիշտ եմ գուշակել։ Ինչի համար 4, տեսեք, ես ինքնանպատակ չունեմ, էլի։ Իրականում տեսնում եմ համաձայն եմ, ներվայնություն եմ տենում, նևրոզ եմ տենում, էլի, սենց թեթև, կարող է դե խաղա կամերա, չգիտեմ։ Համար 2-ը տակի լինա չմնում է էլի կասկածների տակ, Կարմիրներ ջան, հաստատ հաղթելու եք, չգիտես ինչու, իմ մոտ տպավորությունն է, որ սև թիմը հենց առաջի կրակոցով ինձ վարի տալով արեց շատ մեծ սխալ։ Պարզապես ուշադիր եղեք ու ձեր մոտ ամեն ինչ կստացվի, հաստատ կարմիր թիմը կրելու է։ Բոլորին հաջողություն եմ մաղթում։ Համար 2 համեցեք 1 րոպե։ Տեսեք, Տաս ջան, ես կուզեի համար 1-ը կիսվեր, որ համար 1-ը իր կարծիքը ասեր մյուս խաղացողների մասին, որովհետև իր բացումը իմ համար 50-50 էր ու համար 1-ի գույնը միջև հիմա իմ համար պարզ չի, էլի չեմ կարող ասել ավելի շատ խաղում եմ ձեզ հետ, թե ոչ։ Հստակ խաղում եմ 7-ի հետ, հստակ խաղում եմ 8-ի հետ, որովհետև 8-ի խոսքն էլ անալիզն էլ ինձ շատ դուր եկավ։ Համար 6-ի խոսալուց հետո ես էլ արդեն սկսեցի 4-ին կասկածել ու մեկ էլ 10-ի կիսոցու մասին եմ մտածում, ինչի 4-8, այդ էլ չգիտեմ դեռ։ Համար 3-ի պահով ինձ թվում է համար 3-ը կարմիր խաղացող է, ու ինքն էլ որ տենց շատ չի խաղացել, տեքստային պիտի լինի, լավ խոսացեք ու վստահ խոսացեք։ Ու խաղում եմ 3, 5, 7, 8 թվում։ Ինձ թվում է այստեղ կարմիրներ են։ Ընդունեք համար 4։ Թունված է։ Շնորհակալություն համար 2, համար 3, խնդրեմ։ Ընդունեք համար 4։ Հաստատված է։ Այդքան։ Վերջ։ Այո։ Շնորհակալություն համար 4։ Չէ, դե նայեք, այս խաղը պետքա խաղալ արգումենտալ։ Ընդունեք 3։ Թունված Ես եթե լինում եմ սև խաղացող, հիմա բացատրում եմ։ Նայեք, ես սենց կասկած ունեմ, որ կարող է սխալ եմ դա հասկացել, որ ես ստուգված կարմիր խաղացող եմ, բայց դա հաստատ չի։ Ես սպասում եմ շերիֆական խոսքի։ Եթե ես լինում եմ սև, ես արթնանում եմ 1-ին շատ ուժեղ սևացնում եմ, որովհետև մեկը ողջունել է սեղանին ու չի ասել ինչ որ կոչեր, բայց ես արթնանում եմ, ասում եմ, մեկին կարելի է շանս տալ, կիսվի, իր կարծիք ասի, թիմ վերցնի, ասի ով է իր կարծիքով սև։ Դրա համար ես կարմիր եմ։ Համար 3 դուք սև եք, քանի որ արդեն երկրորդ շրջան ձեր խոսելու հերթն է, դուք չեք ասում ձեր կարծիքը, թիմ չեք վերցնում, օրինակ չեք ասում, այսքան մարդու մեջ հաստատ լիքը կարմիր կա, չեք ասում ով է ձեր համար կարմիր։ Մտածում եմ սև է համար 3-ը։ Երկրորդ շրջան նույն բանն եմ ասում։ Շնորհակալություն, փաս։ Ինձ
Ընդունեք համար 1-ի տեխնացիոնը, նայեք համար 4։ Ուղղակի 1 Ձեր ասածը ձեր գույնը չի բնորոշում, որովհետև դուք լինեք սև թե կարմիր, եթե դուք նորմալ խաղալ գիտեք, պետք է ելնեիք ասեք, որ մեկը լավ չխոսած, բայց իրան շանս պետք է տանք, որ 50-50 լինի, որովհետև առաջի խաղացողն ինչ որ բան պետք է ասի։ Դրա համար ձեր արդարացումը ձեր գույնի մասին լավը չէր A, ձեր տեքստը նվիրել 1-ի մասին արդարանալուն ու 3-ի մասին խոսալուն մենակ լավը չէր B։ Ձեր տեխնացիոնը ուղղակի արդեն կա։ Մտածում եմ համար 1-ը նույնպես սև խաղացող է, բայց չեմ հասկանում 1-4 թիմը ինչքանով է հարմար հնչում, եթե այդպես է։ Թե 1-3 թիմն է լավ հնչում։ Ձեր ասածի մեջ կա 3-ն էլ գույնը հայտնի չի, բայց 3 թե 4։ Թե 1-3-4 համար 7 օրինակ։ Կարծում եք, որ կարա 1-3-4 սևերի թիմի այս բան շերիֆը չէ։ Տեսնում եք։ Կարակ դուք լինեք համար 1։ Ասում են 5 սև է։ Դե մենք ասում ենք ինքնասև։ Շնորհակալություն համար 5, համար 7 խնդրեմ, 1 րոպե ժամանակ ունեք, համեցեք։ Համար 4 ես ձեզ հավատում եմ, ամեն դեպքում ով ձեզ նշան ա տվել, որ դուք կարմիր եք ստուգել, ամեն դեպքում զգույշ եք նաև իր նկատմամբ, կարող է, ասենք, լժե շերիֆ է, ոչ ճիշտ շերիֆ է, այսպես ասեմ։ Խնդրեմ ընդունեք 3-ի տեխնացիոնը, ըստ խաղային ոճի, ձևի, տրամաբանության ես ստիպված եմ հանել 3, ես չեմ կարող հանել 4 բացի, որ հավատում եմ նաև ստուգված կարմիր է։ Խիստ կասկածում եմ համար 5-ի խաղին 3-ի հետ, իմ համար անցած խաղից կիսվելուց հետո համար 8-ը կարմրել է, ես այս պահին կխաղամ 4-8 թիմի հետ, կլսեմ 9-10-ին։ Ես կարմիր խաղացող եմ, ինձ թվում է արդեն պարզադառնում շատ բան, փաս։ 8 Համար 3։ Ես ես ուզում էի լսեի, որովհետև նախորդ անգամ էլ ասացի, որ ձեր խոսքը հիմա լիքը բան կփրկեր։ Դուք մի քիչ դրանով իմ համար սևացաք, որ չխոսացիք, որովհետև ասելու բան պիտի լիներ, ոչ թե նրանով, որ արդարանայիք, որ չէ, ես սենց չեմ, ես սենց եմ եւ այլն, այլ խաղին եւս մեկ կարմիր խաղացող տայի, քանզի ես ի սկզբանե ձեզ ուզում էի կարմիր դիտարկել, բայց այս պահի դրությամբ իմ համար մի քիչ ավելի սևացել եք ձեր խոսքի բացակայության պատճառով։ Բայց այդ չի նշանակում, որ ես 4-ին սև չեմ տենում եւս։ Չեմ կարա բացառեմ, որ սենց 3-4 ասև գնում նստած են եւ այլն, բայց համար 2-ի վերլուծությունը էլի ես խաղում եմ համար 2, խաղում եմ համար 7 ձեր վերլուծություններով, բայց ինձ դուր չի գալիս, որ խաղի ընթացքում 5-ը, 9-ը ու 10-ը խաղին ուշադիր են իրանց մեջ։ Միգուցե մենք նստած ենք նենց, որ չենք տեսնում իրար, բայց դուք իրար հետ ժեստիկուլյացիայով խաղում եք։ Իմ համար սևի խաղերից մեկը էտեն է, որ ժեստիկուլյացիայով սա խաղի ընթացքում խաղը քննարկվում է, ու երբ որ համար 2-ը մի պատ 10-ի մասին խոսում էր, 10-ը կեսից է անդրադարձել, որ սենց իմ մասին է խոսում համար 2-ը։ Դա սևին անհետաքրքիր խաղին բնորոշ բան է ըստիս։ Ընդունեք շնորհակալություն համար 8, համար 9, 1 րոպե։ Շնորհակալություն։ Ընդունեք 8-ի տեխնացիոնը։ Չի կարող, ես շատ ուշադիր ձեր տեքստերը լսել եմ, ու այդ ժեստերը ընդհանրապես չպետք է ձեզ շեղեն կամ խանգարեն։ Մենք այստեղ կան ստուգումներ, այդ ստուգումներն ասում են, որ դրանից խաղը փոխվում է։ Հիմա օրինակ 4-ը ասում է ստուգված կարմիր է, ես լսում եմ, տեքստեր եմ լսում, փորձում եմ հասկանալ, ով կարող օրինակ համար 4-ին ստուգել, կամ ով կարող օրինակ շերիֆ լինի, որ այդ տեքստերով հասկանամ։ Երբ որ դուք օրինակ ձեր խոսքի մեջ ասում եք, այդ մենակ սևերին է շեղում վերջում, այսինքն ձեզ շեղում է ու դուք սև եք, ձեզ խանգարում է։ Ասացիք սևերին բնորոշ է։ Իզուր նկատողություն 8 առաջիններ սկզբից տենց ասացիք, վերջին նախադասությունը եղել է դա սևերին շեղում է։ Դրա համար ընդունեք 8, ես մտածում եմ, որ ամեն դեպքում 8-ը սև խաղացող է, համար իմ ջան 1-ը մտածում եք սև է, չէ՞։ Բայց դեպքում 3-ը, նայեք, եթե դուք 4-ին վատ եք տենում, ինձ թվում է պետք է ձեր դիրքից 3-ը կարմիր լինի։ Որտեվ ես մտածում եմ 4-3 մի սև կա, 1-2 մի սև կա։ Շնորհակալություն։ 10 Ես կարծում եմ համար 5-ին կարելի է թողել անելանելի վիճակում հանելու ենթակա սև խաղացող։ Համար որ խնդրեմ ձեռքով ցույց կտաք, ձեր րոպեի վերջում ում տեխնացիոնն եք ուզում դնել, որ չհասցրիք 5։ Դա Համար 4 ջան, մարդ կա, որ ինձ քո կարմիրով բացվել է, դրա համար եմ հարցնում, ով է քո կարմիրով քեզ բացվել, որովհետև համար 5-ը չի կողմնորոշվում ինքը շերիֆն է, թե չէ։ Երբ որ լույսը բացվեց մեզ բոլորիս վրա, 5-ը ցույց տվեց, որ մեկը ստուգված սև է, հետո ասեց, չէ, ես շերիֆ չեմ, հետո պարզվեց, որ չէ, ինքը վсё-таки փոշմանել է, ինքը ամեն դեպքում շերիֆ է։ Եթե քեզ ստուգել է ուրիշ շերիֆ, գտել է կարմիր, ինձ բացվել է ուրիշ շերիֆ, էլի քո կարմիրով, ուրեմն դու մեր համար ամենապսպղուն կարմիրն ես դառնում։
Ընդունեք 8 Հաստատված է Իմ համար Վարդյան։ շատ զարմանալի է, ոնց կարան երկու կարմիրներ նստած լինեն ու հավաքեն 0 ձայն, երկուսով խաղը լքելու։ Շնորհակալություն։ 1 Ինչ լավ է։ Քանի որ ես այս խաղը խաղում եմ երկար դադարից հետո, բոլորին ասեցի նկարահանումից առաջ, ուղղակի ինձ ասեցի, որ ամենասկզբում ողջունի եւ անցի առաջ։ Ես ողջունեցի եւ անցի առաջ, բայց չէի պատկերացնում, որ այսքան համար երկուս այս շշերը կխփին գլխին։ Так что շնորհակալություն, բայց ինչի համար։ Կարողա դու ես սևը։ Ինձ մեկ էլ Արտյոմի լռությունն է անհանգստացնում, որտեղ գիտեմ ինքը շատ լավ դերասան է ու կարա խաղա նաեւ։ Համար 4-ը շատ ազնիվ է իմ աչքին երևում, որովհետև դրսում երբ որ մենք շփվեցինք իրար հետ, ինքը ինձ բացատրեց, հա, որ խաղի հմտությունների մեջ ինքը ինչ ձևի է, բայց հիմա մի քիչ շատ նեյտրալ է խաղում ու չգիտեմ, ինձ թվում է ինքը կամ կարմիր է կամ թույն խաղացող է, որ այսքան կարում է ինձ 4-ը համոզի, որ ինքը կարմիր է։ 5-ն է տարօրինակ, որովհետև անընդհատ ինչ որ բաներ է փոխում իր ասածների մեջ։ Մի քիչ այստեղ պրոֆի խաղացողներն մեկ էլ մի բան ասեմ, ես ժեստերից ընդհանրապես բան չեմ հասկանում ու այդ ժեստերը ինձ խանգարում է հասկանալու ով ինչ է։ Կարող է դուք ինչ-որ բան եք ներքին պայմանավորվում, ամենայն դեպս, չգիտեմ, ես կողմ եմ, որ համար 3-ը ինձ շատ տարօրինակ է եւ շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնատուներն են 4, 3, 1, 8 4 ովքեր համաձայն խաղիթերանը համար 4-ը շնորհակալություն 1 ձայն 3 ովքեր համաձայն խաղիթերանը համար 3-ը շնորհակալություն 3 ձայն 1 ովքեր համաձայն խաղիթերանը համար 1-ը շնորհակալություն 1 2 3 4 5 ձայն 8 ովքեր համաձայն խաղիթերանը համար 8-ը շնորհակալություն 0 ձայն համար 1 հավաքում եք 5 ձայն, այո, եւ դուք ունեք այս բանին 1 րոպե մանխոսականի իրավունք։ Համար 4 չեմ հասկանում խի իմ դեմ քվեարկեցի, որովհետեւ ես մեռադուս եկա, ես քեզ ստուգել էի, ես շերիֆն ես ստուգել էի, դու կարմիր էիր։ Ինչի՞ տես գլուխ գործոց արեցիր։ Նենց որ շնորհակալություն, մաղթում եմ հաղթանակ նրանց, ովքեր կհաղթեն, ոչ կարմիրներին, ոչ սևերին, ուժեղներին։ Абսուրդ։ Ես իրան պաշտպանում ինքը ինձ քվեարկի հանի։ Քվեարկվեց դուրս եկա, всё։ Սուտա։ Ես ասում եմ 4-ը կարմիր է, 4-ին դեմ է քվեարկում։ Ասում եմ, ով է շերիֆը, թող ասի, որ ես կարմիր եմ, ասում եմ, դեմ է քվեարկում։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 10-ին։ Շերիֆը չստուգեց ոչ մեկին, քանի որ նա խաղի մեջ չէր։ Արավոտը բարի էր բոլորի համար, բացի համար 10 դեզանից։ 1 րոպե մանխոսական։ Համար 1-ի խոսքերը հիշում եք։ Ես ստուգել եմ քեզ համար 4 կարմիր եմ գտել, գնալուց ասացի իմ խոսքում համար 4-ը իմ աչքին կարմիր է թվում։ Հետաբար 1-ին ճանապարհել ենք սև, 1-ին ճանապարհել ենք սև։ Լավ, օքեյ, դուք ասես ես իմ այս բանին ինչ եմ տեսնում։ Եթե 1-ին ճանապարհել ենք սև 5 դառնում է շերիֆ, ստեղ հացեր 9-ին դու ես շերիֆ բացվում Չելսի կարմիրով։ Ինձ էլ Չելսին էլ։ Կամ 1-ին երրորդին պետքա գտնել, կամ հիմի կարելի է 5-ին ճանապարհել ու հանգիստ գնալ մինչև երևի թե ռուսերեն ասած ուգադայկա։ Բայց մնացած բոլորին խնդրում եմ հիշել, որ Չելսի 8 կիսոցի ժամանակ հավաքվել է 0 ձայն, ինչին գլխով է անում 5-ը, հետաբար եթե 5-ը սևա Չելսի 8 կարմիր են։ Ես եմ ասել թող մնան, բայց սևերը կարային ինձ չլսեին, կարային դնեին, եթե 2 կարմիր կա այդտեղ, չէ՞։ Հետաբար եթե 5-ը սևա, 4-ը կարմիր է։ Շնորհակալություն, հաս։ Ես շերիֆն եմ ցավտան, ես ստուգել եմ 4-ին։ Ասեցի իմ աչքին։ Ասեցի։ Ես չուզեցի մի անգամից բացել։ Համար 3 շրջանը սկսում ենք ձեզանից, խնդրեմ 1 րոպե։ Դա ես խճճվեցի մի քիչ ճիշտ ասած։ Հիմա պիտի խոսամ, որ ճացի չի խոսում։ Վստահ եմ,
8-ը կարմիր է, վստահ եմ, համ ներքին վստահությամբ, համ վստահ եմ խաղային խոսքով, շարժով, ձևով, ամեն ինչով։ Ես էլի կողմնակից եմ, որ 4-ը։ Ես միևնույնն է կողմնակից եմ, որ 4-ը։ Չեմ հավատում բացված շերիֆներին, չեմ հավատում։ Այդ մեկ։ Չեմ հավատում, որտեղ շատ խճճվեց այդ շերիֆների բացվելու, այնտեղ 2-3 հատ շերիֆ բարձվեց այս արանքում։ Ես չեմ հավատում, ես տես ինչ-որ ներքին համոզմունք ունեմ։ Ես վստահ եմ, որ համար 4-ը ու ընդունեք նորից 4-ի տեխնոլոգիա։ Դուք 4 շնորհակալություն 4 Եկեք 3-ի մասին չխոսեմ, 3 ջան դուք կարմիր եք, ես ձեր հետ խաղում եմ, դուք իմ հետ մի խաղացեք։ Հիմա բացատրում եմ համար 1-ի տեքստը, որը սխալ ասում է համար 10-ը։ Համար 1-ը ասել է համար 4-ը ստուգված կարմիր է, դրա համար տեքստից մեջ, երբ որ ինքը խոսում էր, ասեց, որ համար 4-ին կարմիր, այսինքն ինքը ասում է, որ շերիֆական ինչ-որ բան ասել է, էլի տեքստից մեջ էլ ասել են, որ 4-ը կարմիր է։ Նայեք, համար 1-ը հաստատ շերիֆ է գնացել ուղղակի Համար 1-ը պետքա ասեր էլ ինչ-որ ձև, որ շերիֆ եմ, գոնե ձեր հիմա մի դրեք, չգիտեմ, մենք ավելի լավա կորցնենք ինչ-որ կարմիր խաղացող, քան շերիֆ, հավանական չէ։ 5-ը իմ համար շերիֆ չի, ընդունեք 5։ Հիմա, այո, բալանս ենք խաղում ու գնում է 5-ը։ Մենք այս խաղը կարմիրներով հաղթելու ենք, որովհետև սեղանում կան հստակ կարմիր խաղացողներ։ Ես կարմիր եմ, համար 7-ը կարմիր է, համար 9-ը շատ կասկածելի եք ու համար 2-ը։ Հա, որովհետև դու բացվել ես իմ կարմիրով 10-ին։ Դու շերիֆ չես հիմա։ Համար 5 Գիտեմ կա սխի։ Համար 4 ձեր համար հիմա սեղանին քանի հատ սև խաղացող կա։ 3։ Մտածում եք մեկը խաղի շերիֆն է, դուք եք տենց մտածում։ Շատ լավ է, իմ ստուգված կարմիրը մտածում է, որ խաղի շերիֆը համար 1-ն է։ Համար 4-ը ցավոք կարմիր խաղացող է դուրս գալիս, որտեղ մեկի ստուգումը ինքն է։ Մեկի տեքստով ինքը կարմիր է դառնում, այդտեղ խնդիրը այն է, որ համար 8-9-2-ի մեջ պետք է սև խաղացող է, այդ է վատը։ Ընդունեք համար 9-ը։ Դուք 9 8-ն էլ է 4-ի հետ կարմիր, եթե 8-ը 4-ի հետ կարմիր է, ապա մնում է 9-2, 3-ի մեջ 2 սև խաղացող։ Դուք համար 10 ասում եք, դուք եք ինֆորմացիան տվել, որ 4-ը ստուգված կարմիր խաղացող է։ 10 վայրկյան։ Դուք չգիտեք։ Լավ։ Փաս։ 7 Շուրջ, ուրեմն հիմա կրիտիկական բա, խնդրեմ ընդունեք ինձ տեխնացությունը։ հաստատված է։ Բոլորս պարտադիր պիտի բոլոր կարմիրները պարտադիր ուրիշ տեղ ձեռք չեն դնում։ Ով ուրիշ տեղ ձեռք դրեց, ես կասկածելու եմ իր ասեւության մեջ ու խաղալու եմ իր դեմ։ Եթե անգամ սև եք, հիմա կարմերեք մի քիչ այս խաղին։ Բոլոր կարմիրներով ձեռք ենք դնում 5-ի դեմ, որ 5-ը դուրս գա։ 9 խաղին որևէ տես լուրջ կերպ չես օգնում, բացի ժեստերով կապի մեջ, կոմունիկացիայի մեջ գտնվելով 5-ի հետ։ 3-ը խիստ կասկածելի սև է, անցած կռու պիտի քվեարկենք 3։ Ես քեզ բարբար ասում եմ, համար 4 ասում եմ զգուշ եղի, քեզ շերիֆ բացված մարդուց, եթե այս մարդն էր հետո ասա ես եմ շերիֆը, ասում եմ զգուշ եղի, քեզ շերիֆ բացվածից։ Համար անցած խաղին պիտի քվեարկենք համար 3։ Հետաբար ստացվեց, նկատեցիք իմ համար սևերը ովքեր են։ Համար 8 Խաղի գլխավոր կանոններից է շերիֆը հստակ բացվի, ասի որ ինքը շերիֆ է, ունեցել է ստուգում։ Մենք կարող ունենանք 10 լժե շերիֆ, 10 խաղացող կա։ Բայց եթե մենք ունենք շերիֆ, որը սեղանին նստած է օրինակ, համար 5 դու ասում ես իմ ստուգած համար 7 կարմիրը ու չես շարունակում։ Ես քո շերիֆությանը չեմ հավատում, համար 5 ես խաղում եմ հիմա քո դեմ, հեսա կբացատրեմ խի։ Ու խաղալու եմ հետո համար 9-ի դեմ։ Մնացել է դվոյկա սևերի։ Այդ ու համար 5-ն է, համար 9-ն է, 4-ը իմ համար կարմրել է։ Ես համար 9-ին տենում եմ, որտեվ համար 9-ը բացի 5-ի հետ ես ձեր նկատառումը ճիշտ ֆիքսել եմ, իրանք ասում եմ համար 5, համար 9, 2-ը կարմիր է։ Կամ եթե համար 1-ը ոնց է գնացել, համար 1-ը չի բացվել շերիֆ։ Ինքը ասել է ստուգել է, հետո գնացել է ասում է կարմրական խոսք, բայց համար 1-ի շերիֆությունը դա չկար։ Ով է շերիֆ։ Նոր դու ես բացվում շերիֆ, համար 9-ը խոսա բացվի շերիֆ, ձենս կկտրեմ կանցնեմ առաջ։ Համար ժողովուրդ ասում եմ շերիֆ բացվեք, բացվում է 3 շերիֆ մինիմում, ձեն ձուն չեք հանում։ Շնորհակալություն համար 8, համար 9-ը
Շնորհակալություն, փորձեմ հնարավորինս արագ։ Ես համար 10-ին չեմ բացվել, նախ հարցրել եմ, ես 10-ի դեմ էի խաղալու, եթե համար 10-ը չկրակվեր, որտեղ էլ ասում է 4-8 իրար հետ կարմիր են ու ձեռ չի ավակրել, հետո 8-ի դեմ է խաղում։ Ես մտածում եմ ամեն դեպքում 8-5 իրար հետ սև են, ընդունեք 5-ի տեխնացություն է։ Համար 5-ը չի կարող հենց տեքստ ասի, երբ որ մեկի ստուգած 4-ը ասում է հաստատ կարմիր է, ո՞նց կարա տես բան լինի, եթե մեկը իր համար սև է։ 5-ը ասում է մեկը ստուգել է 4-ին կարմիր, 4-ը հաստատ կարմիր է, ոնց կարա տես տեքստ ասի, երբ որ մեկը սև է իր տեսակետից։ Որտեղ իրավիճակն է, կարմիրը իրասևին չի թողնում։ Կարող իրասևին կարմիր է տվել, ոնց կարա տես տեքստ ասես։ Մյուսը նոր 5-ը սև է, հաստատ 5-ը սև է։ Մյուսը 8-ը հելել ասում է հաստատ մի սև գնացել է։ Մեկը այդ դեպքում պետք է իր համար մեկը սև լինի։ Երբ որ դուք ասում եք ստեղ դվոյկա է նստած, 5-ը ձեր համար շերիֆ լինի։ Նայեք, ձեր համար մեկն է շերիֆը։ Ոչ մի ձեր համար շերիֆ չի։ 5-ից հետո գնալու է իմ ձեռքը համար 8-ին, որովհետև դուք նման տեքստ չեք կարող ասել, երբ որ սեղանում նստած են երկու հատ սև։ Ով է այդ մի սևը գնացել։ 10-ը որ կրակվել է, 6-ը թե 1-ը։ Ով է այդ սևը, որ ասում եք երկու հատ սև է մնացել։ Շնորհակալություն, 2։ Տեսեք, ես խաղում եմ 1-ի շերիֆությամբ, ընդունեք համար 5, խաղում եմ ստուգված կարմիրի հետ 4-ի հետ, խաղում եմ հստակ 7-ի հետ, 8-ի ու 9-ի մեջ չեմ կարողանում հասկանալ, բայց տեսնում եմ մի սև այնտեղ։ 3-ը ինձ թվում է կարմիր խաղացող է, 3-ի հետ էլ փորձեմ խաղամ։ Խաղում եմ 4-7-3 խմբում։ Հիմա 5-ը ինձ թվում է, որ ինքը կեղծ շերիֆ է բացվել, ու կարծում եմ պետքա որ 5-ը գնա։ Ճիշտ կլինի։ Փաս։ Շնորհակալություն։ Եվ այսպես ուշադրություն, քվեարկություն, տեխնացուներն են 4, 5, 9։ 4, ովքեր են համաձայն խաղացողանը համար 4-ը, շնորհակալություն 0 ձայն։ 5, համար 3, ստացակ առաջին նկատողությունը։ 5, ովքեր են համաձայն որպես խաղացողանը համար 5-ը, շնորհակալություն 5, 6 ձայն։ 9, ովքեր համաձայն խաղացողանը համար 9, 1 ձայն։ Համար 5, 1 բմախոսակ։ Դե բնականաբար ես պետքա գնամ խաղից, համար 7-ի տեքստի իհարկե դառնով ճիշտ է, ինչ էի ձեզ ուզում ասեի։ Ես ստուգել եմ ձեզ, որտեղ մտածել եմ համար 9-ը կարմիր խաղացող, համար 9-ը խնդրել է 7-ի ստուգում, խնդրել եմ 7-ի ստուգում։ Դրա համար հելել եմ խաղացել եմ համար 9-ի դեմ։ Ճիշտ է, մտածեք, նայ, անկեղծորեն ճիշտ ասում եմ։ Դրա համար դուք հիմա մնում եք կարմիր խաղացող ու ձեզնից է կախված խաղի հետագա ընթացքը, ձեր վրա պետքա պատասխանատվություն վերցնեք։ Ինչ վերաբերում են բոլոր կարմիր խաղացողներին, ովքեր ընտրում են թե ում շերիֆությամբ են խաղում, եթե դուք կարմիր խաղացող եք, խաղի ամեն պահին խնդրում եմ հիշեք խաղի երկու հնարավոր վերսիաները, որպեսզի թիմը չպարտվի։ Լավ խաղ փաս։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 7-ին։ Ոչ Դոնը եւ ոչ էլ շերիֆը չստուգեցին ոչ մեկին, քանի որ նրանք խաղի մեջ չէին։ Համար 7, 1 բմախոսակա։ Քեզ համար 1-ը ամենասկզբից նշաններ չէ տվել, որ բանա ստուգելա քեզ։ Քեզ ով էր 10-ներ ասել դու ստուգված կարմիր ես։ 10-ը քեզ ասես դու ստուգված ես։ Բացվեց շերիֆ։ Իրան էին բացվել, օքեյ։ 10 համար 1 ամ 5-ին է բացվել, ամ 10-ին է բացվել, հա ոնց կլինի տեն։ Ժորդ, բանա, համար 5-ը դուրս եկավ, խաղը չպրծավ։ Եթե 3 սև էին, ուրեմն ճիշտ սև ենք հանել, եթե խաղում ենք այն տրամադրության, որ մեկն է շերիֆ։ Հա, հիմա 3-ն է սև, ու 9 կարա սև լինի, որտեղ ինքն է ստուգման տվել 7-ին, հա։ Խաղացեք 3, 8, 9, 4-ը ստուգված։ Շնորհակալություն։ Համար 4 շրջանը դուք եք բացում, համեցեք։ Ընդունեք համար 8։ Ընդունված է 8։ Այո, հասկանում եմ։ Ես պետքա կրակվեի շատ վաղուց։ Համար 8-ի տեքստը եղել է շատ մեծ վրիպումներով, երբ որ ինքը հստակ ասում է, որ խաղում 2 սև կա, ճիշտ է։ Մենք այսքան մարդկանցով նստած դեռ չգիտենք խաղում քանի սև կա, որովհետև մեկը գնացել է հավանական շերիֆ։ Դու քո տեքստի մեջ դեռ չես կողմնորոշվում ով է շերիֆ։ 5-ի տեխնատությունը դնում ես, ասում ես քվեարկում եմ 5, բայց ասում ես խաղում 2 սև կա։ Այսինքն եթե 5-ը քո համար սև է, պետք է խաղում լինի 3 սև, որովհետև մեկին մենք ենք անել շերիֆ, 6-ը կրակվել է, 10-ը կրակվել է, 7-ը հենց նոր կրակվեց, դրա համար դա քո վրիպումն է։
Ես նայեք, չեմ խաղալու, հավատում եմ, չեմ հավատում, ես խաղալու եմ տեքստերով, հիմա նույնիսկ եթե ես պարտվեմ, ես կիմանամ, որ սևերը խաղացել են արգումենտալ, ես սևերին պարտվել եմ։ Շնորհակալություն։ Վրիպումի հետ կապված ճիշտ նկատառում էր իմ սխալ հաշվարկու անուշադիր լինելն էր այդ վրիպումը տվել, դրա համար ես հիմա պրոստը չեմ արդարանում ու շարունակում եմ կարմիր խաղալ, ինչքանով կկարողանամ իմ փոքր սխալը սենց ասած շտկեմ։ Շատ վատ է, որ ինձնից հետո է համար 3-ը խոսալու։ Համար 3-ին ի սկզբանե ուզում եմ լսեմ, բայց իտո խոսալուց չեմ լսում։ Համար 7-ը մախոսականի ժամանակ, երբ հարցրեցի ժեստիկուլյացիայով համար ինչ սև կտաս, համար 3 ասեց, ֆիքսել եք։ Ես քեզ ֆիքսել եմ, որ համար 3-ը հանգիստ խաղում է, ու մենք ինֆորմացիա շատ չենք լսել համար 3-ից։ Խնդրում եմ ընդունել համար 3։ Թողած է 3։ Թող չլինի, ես հիմա փորձում եմ ինչ-որ թուլողակ գտնեմ կամ ինչ-որ նման բան, բայց համար 3-ին ուզում եմ լսել։ Մինչև չլսեմ, դուք իմ համար դեռ այնքան կարմիր չեք, որ անցնեմ առաջ, բայց հեսա ամենայն դեպս մենք դուրս կգանք իրար դեմ, որովհետև ինձ չեն հավատում իմ շատ սխալ քայլի պատճառով, ինչևէ։ Բարի խաղ եմ մաղթում, փաս։ Շնորհակալություն 9։ Համար 7-ի կրակոցից շատ է խառնել իրականում, որովհետև համար 4-ում դուք ստեղ պետքա չլինեիք արդեն։ Դեռ նախորդին, երբ որ 10 կրակվեց, որովհետև բոլորի համար շերիֆ համար 1-ն էր, իր ստուգած 4 կարմիրը չի կրակվում։ Կրակվում է ենթադրյալ դոնի ստուգած կարմիրը։ Նա հիմա խառնել է ինձ ամեն, նայ խառնվել եմ, որովհետև եթե մեկը շերիֆը քեզ ստուգել է, ինչի՞ չես կրակվում դրա բացատրությունով ու դու առաջին այս շրջանին ասում ես ինձ բացվել են իմ ստուգած կարմիրով։ Հա 5-ը ինչ կապ ունի ինչ ասում, առանց ստուգելու ինքը ասում է 9-ը սևա, որտեվ տվել եմ 7-ի ստուգում, 7-8 միտեղ են քվեարկել, ես մտածել եմ 7-8 իրար հետ կարող ինչ-որ մեկը սև լինի, մտածել եմ ավելի շատ 7-ը 7-ի ստուգում, բայց 4 ինչի՞ չի կրակվում, ընդունեք 4, ես չեմ կարող այդ փաստարկը չառնեմ համար Ջորջան, ինչքան է դու այդ արգումենտի դեմ ինչ հակափաստարկ ունես։ Ինչի՞ դու չես կրակվում 7-ն է կրակվում։ Շնորհակալություն 9, 2։ Տեսեք, շատ խառն է, բայց դաժե այս ամեն ինչից հետո ես 8-ին ուզում եմ հավատամ 8-ի հետ խաղամ, որովհետև ինքը ինձ թվում է ինքը վառ կարմիր խաղացող է ու ամեն կերպ ուզում է փրկի այս սեղանը։ Ու համաձայն եմ ինի հետ, որ 4-ը պիտի վաղուցվանից կրակվեր, որովհետև ստուգված կարմիրներ, առաջի շերիֆի ստուգված կարմիրը, իսկ մենք բոլորս ինձ թվում է խաղում էինք առաջին համարի շերիֆությամբ։ 5-ը ես ասում եմ խաղում էինք առաջի շերիֆի, առաջի համարի։ Հա, դու ստուգված շերիֆը առաջի համարներով գնաց։ Դու իր ստուգված կարմիրն էիր, բայց հիմա ինչի՞ ես դու ստեղ նստած, եթե իր ստուգված կարմիրն ես։ Առաջի համարը։ Ընդունեք համար 4։ Հաղթած Ես հիմա համար 4-ին եմ հանելու։ Փաս։ Շնորհակալություն 3։ Ես նորից գալիս եմ Ես մի կրուկ ֆրացինք, եմ որ ասին, ես այն ժամանակ պետք է 4-ին հանեի։ Ասեմ, որ որոշեցինք, բա, ասի լավ, վсё։ Խնդրում եմ 2-ի տեխնացիոնը դրեք, բայց 4 կգնի։ 9 առաջին նկատողությունն է։ Հա, դնում եմ, բայց 2-ին եմ քվեարկել։ Թող տենսի։ Բան 4-ին է։ Հա, ընդունեք 2-ի տեխնացիոնը։ Թողած է 2։ Ես Հա, վերջ։ Շնորհակալություն։ Հա, ես ասում։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացիոներն են 8, 3, 4, 2։ 8 համար 3 ստացեք երկրորդ նկատողությունը։ 8 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 8-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ 3 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 3-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ 4 ովքեր են համաձայն որպեսզի խաղի թերանը համար 4-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ 2 ովքեր են համաձայն որպեսզի խաղի թերանը համար 2-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Համար 2 3 ձայնով լքում եք խաղը։ Խնդրեմ, մեկ րոպե խոսակա։ Կարմիր խաղացող կորցրեցիք, ինձ լսեք հետո 4-ին կհանեք, բայց դե 4-ը որես։ Փաս։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 8-ին։
Համար 8 մեկ րոպե մախոսական։ Սպասում էի։ Ինձ ով սևեռեց իմ ուշադրությունը համար 2-ի վրա, հն համար 9։ 4-րդ խաղում ես համար 9-ի հետ։ Շատ աբսուրդ, շատ հետաքրքիր աբսուրդ խաղ է գնում։ Չգիտեմ, դաժե չգիտեմ ում ասեմ, ում հետ խաղա ոնց անի։ Ես 9-ին սկզբանե չէի հավատում, հետո կեսից սկսեցի հավատալ։ 4-ի հետ կապված ընդեմ 1-ի ստուգումով 4-ին կարմիրացրել են, բոլորը կարմիր են տենում, 2-ը ասում է 4-ին անեք խաղը կպրծնի։ Համար 3 ջան, եթե դուք եք սևը, ես ուրախ եմ, որ ես ձեզ եմ բարդվում, բայց եթե դուք չեք, ըստ իս չեմ կարող որևէ արժեքավոր բան հիմա տամ, բայց 9-ի սկզբանե իմ համար մի քիչ ավելի սև ա եղել։ Ինչևէ, այս բանը չեմ կարող օգնել։ Միգուցե խաղի ընթացքում էլ են շոկացած ուզում էի, բայց համար 9-ը սա քո խղճի վրա է նստելու։ Բարի խաղ եմ մաղթում, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Համար 9 շրջանը դուք եք բացում 1 րոպե։ Համար 2-ին ուղարկեցինք ես դու 8-ը։ Ընդունեք 3։ Թողած է 3։ Համար 3 ջան, ձեր համար մենակ սև 4-ն ա եղել, չէ՞։ Ուրիշ սևով ա եղել ձեր համար կամ շերիֆը ով ա եղել ձեզ 1-ը թե 5-ը։ Ինչ եք մտածում, ավելի շատ ով ա շերիֆ։ Հարցնում եմ ձեզ, էլի ձեռքերով ցույց տվեք։ Մտածում եք 1-ն ա եղել շերիֆ։ Ահա, մտածում եք 1-ն ա եղել շերիֆ։ 1-ն է եղել շերիֆ։ Ստուգելա 4։ Բա 5-ը այդ դեպքում։ 5-ին դեմ դուք ձեռ չեք դրել, անցած է քվեարկել եք 4։ Հա, չէ, քվեարկեցիք 5, հա, ճիշտ է, քվեարկեցինք։ Հա, այդ վերջինում քվեարկեցիք 5, ճիշտ է։ 10 վայրկյան։ 5-ին դեմ քվեարկեցիք։ Համար 4։ Անցածին էլ բառացի ասացի, ինչի համար դու չես կրակում։ Գոնե պետք է մտածեինք ես կրակին, չէ՞։ Շնորհակալություն։ Համար 3 1 րոպե։ Շատ երկար խոսալու բան չունեմ, համար 4։ Ասելու բան չկա արդեն։ Ընդունեք համար 4-ի ընդունվածությունը։ Վերջ։ Շնորհակալություն 4։ Այսինքն ընդունեք համար 9, սա պետքա բոլորիս տեխնատությունը լինի, մեր մեջ մի հատ սև կա, պետք է հասկանանք ով է։ Ընդունեք համար 9, բայց ձեռքս գնելու է համար 3։ Դու լսում ես, 5-ը խաղից դուրս է գալիս, խաղը չի վերջանում։ 2-ը դուրս է գալիս, խաղը չի վերջանում։ Իսկ դու լսեցիր 3-ը ինչ չուզելով դրեց 2-ի տեխնատությունը։ Հասկանում ես, խիչ եմ կրակվում։ Հասկանում ես 3-ը խիչ է ինձ կրակում։ Նայ, ուրեմն, եթե դու այդքանը չես վերլուծում, լուրջ եմ ասում, 3-ը դնելու է իմ դեմ, ես պալյուբոմու չեմ կարա այս խաղը հաղթեմ։ 3-ը իմ դեմ է դնելու, բայց ես կուզեի խաղից քեզ հանեի, ոչ թե 3-ին, եթե դու այդքանը չես վերլուծում։ 2-ին հազիվ ես եմ խիչ եմ կրակվում, դա միակ քո արգումենտն է, խիչ եմ կրակվում։ Դա ունի լիքը հակաարգումենտ, որը դու չես քննարկում, հասկանում ես։ Հիմա 3-ը, որ ասում է 1-ը իմ համար շերիֆ է, խի է ինձ ուզում խաղից անի։ Եթե 1-ը իր համար շերիֆ է, ես ստուգված կարմիր եմ իր համար։ 2-ը դեռ շատ կասկածելի է, որովհետև դու իմ համար այն խաղացողը չես, որ դա չքննարկես։ Շնորհակալություն։ Փաս։ Ուշադրություն։ Քվեարկություն։ Տեխնատուներն են 3 4 9 3 ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 3-ը շնորհակալություն 1 ձայն 4 ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 4-ը շնորհակալություն 9 ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 9-ը շնորհակալություն 0 ձայն համար 4 1 րոպե մահախոսական Խաղը վերջացած է իրական, ես կարմիր եմ, դուք սև եք։ Մերսի համար 9 ջան շատ, ընտիր ես խաղացել։ Փաս, մերսի։ Իսկ ես, սիրելի մեր մասնակիցներ, ասեմ, որ այսօրվա մեր խաղում հաղթեցին սևերը։ Սևերին հաջողվեց ընտրել ճիշտ մարտավարություն և հաղթանակ տանել այս խաղում։ Վարկանիշային աղյուսակը երկրորդ փուլից հետո ունի հետևյալ տեսքը։ Դե երբ որ սև խաղաքարտը քաշեցի, նախ չգիտեի, որ դա դառնալու է հաղթական, բայց հենց արդեն մոտենում էինք հաղթանակին, այդ բերկրանքը արդեն զգում էի։
այդ սև քարի տենց։ Լավ էր։ Յուրաքանչյուր հաղթանակ ապրող մարդ, ինչ ասում։ Այդ ամենը ու շնորհակալ եմ նաև թիմից, շատ հետաքրքիր լավ թիմ էր, մենք անխոս հասկանում էինք միմյանց, անխոս։ Ու դրա համար էլ ճիշտ դասավորվեց մեր հետագա քայլերը։